Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նախ շնորհավորեց ներկա լրագրողներին, այնուհետ անդրադարձավ հայաստանյան լրատվական դաշտում առկա իրականությանը։ Բանախոսի կարծիքով մեր երկիրը դեռևս ազատ մամուլ ունեցող երկրների շարքին չի դասվում, եւ դրա համար անհրաժեշտ է հավասար մրցակցային պայմաններ ապահովել զանգվածային լրատվամիջոցների համար։ Այնուամենայնիվ 2012 թվականին Հայաստանը երկու ուղղություններով առաջընթաց է գրանցել։ Այն է նախընտրական քարոզչական շրջանը հավասարաչափ լուսաբանվել եւ դատարանների կողմից զրպարտության եւ վիրավորանքի հետ կապված քաղաքացիական գործերին քաղաքակիրթ մոտեցում է ցուցաբերվել։ Մենք պիտի հավասար մրցակցային պայմաններ ապահովենք բոլոր նրանց, ովքեր ուզում են հեռարձակվել։ Արդյոք այդպիսի մեխանիզմներ Հայաստանում կան, որպեսզի ցանկացած անձ կամ ընկերություն, անկախ նրանից թե ինչպիսի քաղաքական հայացք ունի, անկախ նրանից թե ով է, ինչքանով ազդեցիկ եւ կշիռ ունեցող անձ է տվյալ ընկերության սեփականատերը, արդյոք այդպիսի հավասար պայմաններ մենք ունենք լիցենզիաների մրցույթում, հա? Բոլոր անցած մրցույթները լիցենզավորման Հայաստանում ապացուցում են, որ այդպիսի հավասար հնարավորություն չկա։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւս ներկայացրել է տիրող իրավիճակն ու համեմատականներ անցկացրել անցած տարիների հետ, նշելով, որ այժմ չնայած նրան, որ շատ լրատվամիջոցներ պատկանում են քաղաքական ուժերին եւ գործում են նրանց թելադրած կանոնների համաձայն, այնուամենայնիվ ոլորտում դրական առաջընթաց նկատելի է։ Մեր հեռուստաեթերը հայտնվել է մի նոր իրավիճակում, երբ բացի իշխանամետ այդ հեռարձակողներից կան նաեւ իշխանական կոալիցիայի անդամ չհանդիսացող կուսակցությունների հետ կապված հեռուստաընկերություններ եւ դա որոշ չափով այսպես բազմազանեցնում է իհարկե մեր ոլորտը հեռարձակման, բայց դրա հետ մեկտեղ մենք չենք կարող ասել, որ հեռուստաընկերությունները ազատ են, անկախ են։ Լրագրողներն էլ իրենց հերթին անդրադառնալով այսօրվա հայաստանյան լրատվական դաշտին նշեցին, որ ազատ խոսքին հիմնականում խոչընդոտում են ԶԼՄ-ների սեփականատերերի կողմից դրված սահմանափակումները, քանի որ նրանցից շատերն այս կամ այն կուսակցության ներկայացուցիչներ են կամ կատարում են գործող իշխանությունների թելադրանքը, եւ բնականաբար խնդիրը պետք է ներկայացնեն այն տեսանկյունից, որն իրենց ձեռնտու է։ Վերևից ճնշում կա, այսինքն տարբեր լրատվամիջոցների տարբեր տերեր ուղղորդում են ըստ իրենց հայեցողության։ Եվ ազատությունը ամենաթողության չվերածելու առումով եւ իրական ազատությունը չսահմանափակելու առումով շատ անելիքներ ունենք։ Բացեթողության խնդիր կա։ Կարծեմ դոզան շատ է այդ բացեթողության, այդ նկարների, ֆոտոռեպորտաժ կոչված, ասենք, այդ նմանատիպ, ասենք, նյութերի։ Ես ուզում եմ, որ մեր լրագրողները ամեն դեպքում իրանք իրենց սահմանը ունենան այդ առումով։ Խոսքի ազատության համար կան հնարավորություններ, բայց այդ հնարավորությունները բավարար ապահովված եւ պաշտպանված չեն։ Մասնագետների համոզմամբ Հայաստանը ազատ մամուլ ունեցող երկրների շարքին կդասվի այն ժամանակ, երբ իշխանությունները իրապես ցանկանան, իսկ լրագրողներն էլ գիտակցեն, որ իրենց պարտականությունը ոչ թե այս կամ այն անհատի պատվեր կատարելն է, այլ իրականությունը հասարակությանը անաչառ կերպով ներկայացնելը։ Էմմա Պայլյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։